Մռավ լեռան խիստ հայացքի ներքո, որտեղ մշուշը հաճախ իջնում է ինչ ճանապարհների վրա եւ քամի շշնջում անցյալի պատմությունները, դեռևս կանգուն է ճակատագրի հետ չհաշտվող մի ապարանք։ Սա Արցախի Մելիք իսրայելյանների ապարանքն է։ Մի ժամանակ այս պատերի ներսում էր Ջրաբերդի Մելիքների իշխանության սիրտը։ Այստեղից էին կառավարվում լեռնային գավառները, այստեղ էին կայացվում որոշումներ, որոնք ազդում էին ոչ միայն մի տոհմի, այլև ամբողջ մի երկրի ճակատագրի վրա։ Այս ապարանքը պարզապես բնակավայր չէ, այն իշխանության խորհրդանիշ է, քարից կառուցված մի վկայություն Արցախի մելիքությունների ժամանակաշրջանի մասին։ Մելիք իսրայելյանների իշխանությունը տարածվում էր Մռավի լեռների ու հովիտների վրա, իսկ նրանց գլխավոր նստավայրերից մեկը գտնվում էր հենց այստեղ, Հին Մոխրաթաղում։ Մյուս կարևոր կենտրոնը մայրաքաղաք կամ քաղաքատեղ Բերթավանն էր, որը երկար ժամանակ եղել էր նրանց իշխանության ամրոցը։ Պատմիչներն ու ուսումնասիրողները Ռաֆին, Լեոն, ինչպես նաև Միրզա Յուսուֆ Ներսեսովը նշում են, որ այս տոհմն Արցախ է եկել Սյունյաց աշխարհից։ Ըստ նրանց 17-րդ դարի վերջերին նրանք թողել են Մաղավուց եւ Խնածաղ գյուղերը եւ տեղափոխվել դեպի հյուսիս, դեպի լեռնային Արցախ։ Ռաֆին անգամ նշում է մի տարեթիվ 1687։ Այս տոհմի նախահայրը Մելիք Իսրայելն էր։ Նրա անունը դարձավ ոչ միայն անձնական հիշատակ, այլև մի ամբողջ գերդաստանի անուն։ Ժամանակի ընթացքում նրա ժառանգները սկսեցին կոչվել Մելիք Իսրայելյաններ։ Մելիք Իսրայելն ուներ 4 որդի՝ Մելիք Եսայի, Ալլահ-Ղուլի, Մելիք Ադամ կամ Հաթամ, Հովսեփ Բեկ եւ մի դուստր, որի անունը կորել է ժամանակի մշուշում։ Ավագ որդին Մելիք Եսային աղբյուրներում հիշատակվում է որպես Չարաբերդի երկրի Եսայի Յուզբաշի։ Նրա կյանքի շրջադարձային պահը կապված էր պատվի եւ վրեժի հետ։ Երբ վտանգվում է քրոջ պատիվը, նա սպանում է Սյունիքի խաներից մեկին եւ այդ քայլը փոխում է նրա ճակատագիրը։ Հետապնդումից խուսափելու համար Մելիք Եսային իր գերդաստանով հեռանում է Սյունիքից եւ տեղափոխվում Արցախ։ Նրանք հաստատվում են Մռավ լեռան անտառապատ լանջերին։ Այդ լեռները դառնում են նրանց համար նոր կյանքի սկիզբ։ Ժամանակի ընթացքում Մելիք Եսային ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը, այլև ընդարձակում իր իշխանության սահմանները։ Այդպես ձևավորվում է Ջրաբերդի մելիքությունը, որի հիմնադիրը հենց նա էր։ Մելիք Եսային մահացել է 1728 թվականին, իր հետևում թողնելով իշխանություն, որը պիտի շարունակվեր եղբայրների միջոցով։ Նրան հաջորդում է Ալլահ-Ղուլին։ Պատմությունը հիշում է, որ նա մասնակցել է Նադիր շահի պատերազմներին, մեծ քաջություն ցուցաբերելով Աբդալլահ Քյոփուրօղլի Փաշայի դեմ մղվող ճակատամարտում։ Ասում են, այդ քաջությունն այնքան է տպավորել Նադիր շահին, որ նա հրամայել է Ալլահ-Ղուլիին այլևս պարզապես Մելիք չկոչել։ Այդ օրվանից նրան կոչեցին Ալլահ-Ղուլի սուլթան։ Ժամանակի ընթացքում տարածաշրջանում ուժղանում էր թուրքական Ջևանշիր ցեղի մի ճյուղը Սարաջանլուները, որոնց առաջնորդը դառնում է Փանախ խանը։ 1756 թվականին նա դավադրաբար ձերբակալում է բանակցությունների եկած Ալլահ-Ղուլի սուլթանին եւ Նախիջևանի կառավարիչ Հեյդար Ղուլի խանի դրդմամբ հրամայում է գլխատել նրան։ Հենց այս դեպքից հետո սկսվում է Ջրաբերդի, Գյուլիստանի եւ Դիզագի մելիքների ու Սարաջալու խաների երկարատև ու արյունալի պայքարը։ Ալլահ-Ղուլի սուլթանին հաջորդում է նրա եղբայրը Մելիք Ադամը կամ Հաթամը, որը մանկության հասակից պատանդ էր եղել Դաղստանի Խոսրով սուլթանի մոտ եւ լավ վարժվել էր լեռնականների պատերազմական կարգերին։ Նրան ազատել էր Նադիր շահը։ Ժամանակակիցները Մելիք Ադամին բնութագրել են այսպես. Սա խորամիտ եւ քաղաքավարի մի մարդ է, պատերազմի մեջ խիզախ առաջնորդ, ինքնագլուխ իշխան է, այնպես որ կարող է իրեն ենթակա ժողովրդի միջից հանցավորին, վնասապարտին կամ դատապարտելին, ով էլ որ նա լինի, ինքնակամ կերպով պատժել ու սպանել առանց որևէ մեկի հրամանի։ Նրա իշխանության տարիներին Գյուլիստանի Մելիք Հոսեփի հետ շուրջ 20 տարի պատերազմեցին Փանախ խանի եւ նրա որդու Իբրահիմ խանի դեմ։
Ջրաբերդ գավառի հզոր տիրակալ Մելիք Ադամ Մեծը վախճանվել է 1783 թվականի հուլիսի սկզբին։ Մահվանից առաջ, դիմելով ռուսաց արքունիքի նվիրակին, նա պատգամել է. «Մի թողեք, որ այս վայրերի տեր այս ժողովուրդը հույսը կորցնի»։ Մուխրաթաղի ամրոց ապարանքը Ջրաբերդի մելիքության կենտրոնավայրերից մեկն էր եւ պատկանում էր Մելիք Իսրայելյաններին։ Ըստ գլխատան արձանագրության կառուցել է Մելիք Իսրայելի որդի Մելիք Ադամը 1771 թվականին։ 19-րդ դարում ապարանք է այցելել Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը, որտեղ նա Մելիք Ադամի բնակարանի պատերին տեսել եւ կարդացել է 3 արձանագրություն, որ եւ ողորմությանբն ամենազորին Աստծո բազմած ժամանացույց էդակ շինյալ ըստունս իսկ բարերարին Աստծո դուավ ինձ ըստ կարողություն եւ ըստ զորություն Սուրբ հոգով ծանուցյալ Մելիք Իսրայելի որդի ես Մելիք Ադամս շինեցի գեղեցիկ կամարոկ գեղեցիկ անարատ տուն եւ սարայես եւ բազմահանջար զարթունավորությամբ առնայիններով բարեցանք վայելեցցե հանդերձելությամբ թվին ՌՄԻ 1771 Կարողությանբն Աստծո ես Ներսեսի որդի եւ Պետրոս Յուզբաշի վերակացու լեալ աշտարակիս։ Մենք հարմատո հայր Աբրահամ կյանք նորահիանալի, նա ոչ շինյաց տուն եւ տեղի բնակության միշտ վրանոք շրջեր երկիրնի խառան, այլ անուսում կյանք մեր կարճեցյալ թիվ ամաց համայն բոլոր երևելու ենք, մեկ մյուսին անգամ տեսիկ իմեր հիմարությանց սորա ժառանգած չենք, ալանած հման Աստված Աբրահամու ես եւ արձանագրությունը ամբողջական չէ։ Թե Մակար Բարխուդարյանցը, թե Հայկունին փոխանցում են, որ ապարանքն ունեցել է 12 տարբեր չափերի սենյակներ, այդ թվում ընտանեկան սենյակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասավորանոց, գոմանոց։ Ըստ Գոշկովի եւ Ղուլյանի չափագրությունների, Պարսպապատ համալիրն իր մեջ ընդգրկել է 15 սենյակ եւ 4 նախասրահ։ Սենյակները հիմնականում կողքի են, տեղակայված արևմտյան, հարավային եւ արևելյան կողմերում։ Բոլոր սենյակների լուսամուտները եւ մուտքերը բացվում են դեպի ընդհանուր ընդարձակ բակը, իսկ արևելյան սենյակների լուսամուտները դեպի դուրս։ Գլխատունը տեղակայված է սենյակների արևմտյան շարքի կենտրոնում։ Մելիք Իսրայելյանների ամրոց ապարանքը մանրամասնորեն ուսումնասիրել է ճարտարապետ երջանկահիշատակ Արտակ Գուլյանը եւ ընդգրկել իր Արցախի եւ Սյունիքի մելիքական ապարանքները աշխատության մեջ։ Նա գրում է. Հյուսիսից հարավ ձգված համակառույցը շրջապատված է պարիսպներով, որոնք 4 անկյուններում կիսագլանային բրգաձև ելույթներ ունեն, իսկ հատակագծում անկանոն շեղանկյուն են կազմում երկայնական երկբեկյալ կողմերով։ Համակառույցի նախնական հորինվածքի սենյակները դասավորված են ներքին բակի արևմտյան, երկայնական եւ հարավային լայնական կողմերը զբաղեցնող 2 շարքով, որոնք անջատված են նեղլիկ միջանցքով եւ միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն են կազմում։ Արևմտյան շարքի սենյակները ետնամասով խորանում են լանջի մեջ եւ խմբավորված են 3 նախասրահների շուրջը։ Գլխատունն ունեցել է եռակամար սյունազարդ նախասրահ, միակտոր քարե սյուներով, իսկ վերջիներս հավանաբար ուղղանկյուն հատված կունեին եզրանկյունների դաշվածքով, որի պատճառով Գոշկովի կազմած սխեմատիկ հատակագծում պայմանականորեն ցույց են տրվել բոլորաձև։ Ապարանքի հարավային թևի շինությունները կառուցված են հենապարսպով ստեղծված դարավանդային պատի բակի լայնական կողմում։ Սենյակների այս խումբը բաղկացած է 2 մասից։ Նեղլիկ ու կամարակապ ճակատով կենտրոնական նախասրահին 2 կողմից կից միաչափ ու միանման դահլիճներից եւ դրանց երկարության չափով արևելքից հպված պարսպապատից գգնահարկ ու թաղածածկ դահլիճից։ Ապարանքի դերակատարությունը բարձրացել է 19-րդ դարի սկզբին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։ 1805 թվականի հունիսի 18-ին դեպի Շուշի ճանապարհ բռնած Կորյագինի զորքը ճանապարհին տեղեկանում է, որ Ասկերանի բերդը պարսիկներն արդեն գրավել են։
եւ երբ Կորեագինը փորձում է անցնել Շաբուլաղ գետը, անմիջապես շրջապատվում է Փիրուղուլի խանի զինվորների կողմից։ Նրա ջոկատի դրությունը գնալով ծանրանում է, շարունակել ճանապարհը նշանակում էր հայտնվել ծուղակի մեջ։ Մայոր Լիսանևիչից էլ օգնություն ստանալը անհնարին էր, քանի որ վերջինս պաշարման մեջ էր գտնվում Շուշիում։ Մնում էր մի ելք՝ հարմար տեղանք գտնել պաշտպանության համար, սակայն տեղանքին անծանոթ ռուսների համար խնդիրը գրեթե անհնարին էր թվում։ Անհնարին կլիներ, եթե ինչպես գրում է Պոտտոն, սպասված ելքը չգտնվեր։ Կորեագինի ջոկատում էր գտնվում հայազգի երիտասարդ Վանի Հայրապետը։ Այս հայը միայնակ Կորեագինին այնքան օգուտ բերեց, որքան կբերեին նրան մի քանի 100 հեծյալներ, նշում է Պոտտոն։ Գերազանց պաշտպանություն ու նահանջ կազմակերպելով Վանին նրանց ապահով հասցնում է Մոխրաթաղի ապարանք եւ ապահովում սնունդով։ Եվ քանզի Մելիք իսրայելյանների ժառանգները տեղափոխվել էին Գանձակի գավառ, իսկ Շուշվա խաների դրածո Մելիք Ալավերդյանները Նուխիի գավառ, Մելիք իսրայելյաններից սերված Աթաբեկյանների տոհմի անվանի ժառանգ վերոնշյալ Վանի Յուզբաշուն շնորհվում է Մելիքի տիտղոս։ Եվ նա 1813 թվականին ստանձնում է Ջրաբերդի Մելիքության կառավարչի պաշտոնը։ Իսկ ապարանքը իր նպատակին ծառայել է մինչև 19-րդ դարի վերջերը։ Մոխրաթաղ գյուղի տեղափոխությունից հետո այն լքվել եւ հետզհետե ավերվել է։ Վերջին տարիներին խիստ վթարված վիճակում էր։ Փլվել էր նաև մինչև 2016 թվականը կանգուն մնացած գլխատան բրգաձև թաղը։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Սակայն այսօր ես ուզում եմ կրկնել Մելիք Ադամի խոսքերը, ուղղված ոչ թե ռուսներին, այլ ուղղված համայն հայությանը։ Մի թողեք, որ այս վայրերի տեր հայ ժողովուրդը հույսը կորցնի։ Այդ խոսքերը մնացին լեռների հիշողության մեջ որպես պայքարի եւ գոյատևման հավատ։ Հետևաբար չթողնենք, որ այդ վայրերի տեր հայ ժողովուրդը վերադարձի հույսը կորցնի։ Այդ հույսը պետք է վերաճի, դառնա վերադարձի նպատակ։